Ելք-դաշինքի վստահված անձ Գևորգ Խուրշուդյանը Մալաթիա Սեբաստիայի թիվ 7 կոտորակ 42 ընտրատեղամասում առավոտից արձանագրել է տասնյակ խախտումներ, ընտրողների ուղղորդում, ընտրատեղամասի առջև կուտակումներ։ Նրա պնդմամբ ինքը փորձել է կանխել ընտրախախտումները, իսկ Ազատ հասարակության ինստիտուտ կազմակերպության դիտորդը քայլեր է արել իր աշխատանքը խոչընդոտելու ուղղությամբ։ Ազատ հասարակության ինչ-որ ինստիտուտ։ Ազատ հասարակության ինստիտուտ, հա։ Դիտորդի եւ ելքի վստահված անձի միջև ընդհանրում է եղել, որից հետո երկուսն էլ հեռացել են, հա։ Հա, գնացել են, բայց վերադառնալու է։ Բանով, պայմանով։ Մենք չի որ հեռացրել ենք կամ իրանք հեռացել են։ Կոնկրետ չէ։ Հարցրել են, գրանցվել են, դուրս են եկել։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ կա, որ անկախ դիտորդը խոչընդոտում է իմ կոնկրետ աշխատանքը, ուզում է սահմանափակի իմ ազատ տեղաշարժը, որպես ոնց որ ուղղորդված անձ աշխատի կոնկրետ կուսակցության համար։ 20 անգամից ավել ֆիքսած կա դեմքերը իրանց տեսանյութով, ամեն ինչ որ մտնում են, ասենք մարդկանց ասում են, որ այսինչ համարին պետք է ընտրեք։ Ընտրատեղամասի խնդիրների մասին տեղում աշխատող ոստիկաններին, հանձնաժողովի անդամներին տեղյակ պահելուց հետո դիտորդը զանգ է ստացել քննչական կոմիտեի աշխատակցից, գրեթե 2 տարի առաջ տեղի ունեցած Էլեկտրիկ Երևանի գործով, որում ինքը ներգրավված էր որպես վկա։ Երբ էին վերջի անգամ ձեզ ոստիկանությունից Էլեկտրիկ Երևանի հետ կապված զանգել։ Երբ եք կապ ունեցել քննչական կոմիտեի հետ։ Երբ որ Էլեկտրիկ Երևանը վերջացավ, այդ ժամանակ է ցույցերի ժամանակ ես բերման ենթարկելիս ինձ հարվածել էին, հարված էի ստացել գլխիս, այդ ժամանակ դրանից մոտ 1 ամիս անց 2 ամիս անց կանչեցին քննչական վարչություն, որից հետո ես իմացա, որ կառչվել է որպես վկա է ես ներգրաված այդ գործի մեջ, ու իմացա, որ կառչվել է այդ գործը, ու ստանում եմ այսօր այդ զանգը քրեական հետախուզություն, այսինքն քրեական այդ կոմիտեի, չգիտեմ կոնկրետ հա բաժնի անունը, զանգ եմ ստանում Ավետիսյան, ներկայանում է Ավետիսյան, ու ասում է, որ ծանոթագիր է ուղարկել մի քանի անգամ, ուղղակի բացառվում է նման բան, էլի, որ պոչտայով ծանոթագիր գա ու մենք չստանանք այդ ամեն ինչ, այսինքն ոնց կարա գա ու հետ գնա։ Վաղ է ինքը նշանակեց հանդիպումը, դե բնականաբար ես հրաժարվեցի այդ հանդիպումից, միան ասացի իրավաբանի հետ, իրավապաշտպանի հետ կներկայանամ, ասացին, որ պարտադիր է ներկայանելը, ուղղակի արդեն ոնց որ կհասկացնեն իմ մոտ առաջ գալիս, որ ինչի հենց այսօր պիտի ինձ զանգեն ու ոչ միայն էլի, ասենք տեղից Արտեմ Շահումյանի մեր այդ ոստիկանության բաժանմունքից էլ են զանգում ներկայանում քննիչ, որ տենց ներկայացեք ու ասենք զուգադիպությունները շատ ես արդեն ոնց որ ասենք գիտեմ էլի, ես մտածում եմ, որ ինչի հետ կապված է, ասենք իմ երևի մի քիչ ակտիվ գործունեություն է այստեղ ծավալում կամ այդ խախտումները մենակ ես էի նկատում ու հենց այդ էր պատճառը, որ զանգեցին, ես չեմ։ Այսինքն այս նույն գործերով ձեզ մեկ էլ անհանգստացրել էին 2 տարի առաջ Էլեկտրիկ Երևանի։ Այն ժամանակ որպես վկա էին կանչել, ես հրաժարվեցի, ասենք այդ բանից, որտեղ ինչ որ բան չէր եղել ինձ հետ, ասենք ինչ որ վնասված չէի, ստացա առողջական խնդիրներ չունեի, ուղղակի դատաբժշկից հրաժարվեցի ու վերջ ասեցին, որ կառչվել է այդ գործը, հիմա ասեցին, որ այն կառչված գործն է, այս էլ լրիվ ուրիշ գործ է, չգիտեմ ինչ որ տենց երկար պատմություններ, ու ասեցին, որ պարտադիր է ներկայանելը իմ։ Գևորգ Խուրշուդյանը քննիչից ստացված զանգի եւ իր կասկածների մասին հայտնեց տեղամասի տարածք եկած պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով քննիչից փորձեց հետաքրքրվել, թե ինչու են ելքի վստահված անձին հրավիրել ոստիկանություն։ Ընդամենը զանգահարել են մեկ այլ քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, որտեղ ծանոթագիրը հետ էր եկել, որ չպահանջված է։ Այդ ա եղել եւ այսօր չեմ հրավիրել իրեն, մեկ ուրիշ օր, որի համար ծանոթագիր եմ ուղարկել։ Եթե ձեզ այդ բանը ներկայացրել, ցավում եմ դրա համար։ Չկա, իր այդ կապած, ես այսօր իրան չեմ հրավիրել։ Չէ, դուք այսօր զանգահարել եք, չէ՞ ամեն դեպքում։ Ասեցի զանգահարել եմ ու ծանոթագիր եմ ուղարկել, բայց ոչ այսօրվա համար։ Հասկանալի է, դուք Կիրակի օր կներեք, Բանոններ չեմ ցանկանում, որտեղ Կիրակի օրով դուք իրեն Դատավարական արգելք կարծում եմ դուք գիտեք, որ չկա։ Կիրակի ոչ Կիրակի օրով ես գտնվել եմ աշխատավայրում զանգահարել։ Եվ չեմ իմացել, որ ինքը ներգրաված է ընտրական գործընթացին։ Հասկանալի է։ Դա զուտ ճշմարտություն է։ Դուք իրեն ծանուցում եք ինչ կարգավիճակով եւ ինչ գործի հետ կապված, որ նա գար ձեր մոտ։ Ես նպատակահարմար չեմ գտնում հիմա հեռախոսով ձեզ այդ բազաբանումները տամ, եթե հետագայում կարիքը կլինի, պատրաստ եմ ամեն ինչ ներկայացնել։